Շնորհակալություն Գարիկ եւ Սոնա եւ հիմա մայրոները եւ ոչ միայն մայրոները իրար հետ բոլորս ձգվում ենք ամեն դեպս, չգիտեմ, դեպի տիեզերք։ Իդեպ Իլոն Մասկը խոստացել է քաղաքներ ստեղծել Լուսնի եւ Մարսի վրա։ Ու Լուսինն առաջնահերթություն է, բայց ըստ Իլոն Մասկի պլանների ընդամենը 20 տարի անց կդառնա իրականություն նաեւ սա։ Նա ասել է, որ դեպի Լուսին մեկնարկները հնարավոր կլինեն։ Նա ասել է, որ դեպի Լուսին ավելի էժան է ճանապարհը եւ ավելի կարճ, Լուսին կարելի է հասել ընդամենը 2 օրվա ընթացքում, Մարս գնալու համար պետք է 6 ամիս սպասել։ Եվ ընդամենը 10 օրը մեկ անգամ կարելի է թռնել դեպի Լուսին։ Այո, որտեղ Լուսինը, լավ, դե ինչ, ինձ թվում է, որ մենք այդքան մասնագիտական խորհուրդներ, եթե դուք ուզում եք դեպի Լուսին գնալ, չենք կարող ձեզ տալ, ի տարբերություն մեր հյուրի, որը որ արդեն տաղավարում է, եւ մենք մեծ սիրով նրան ներկայացնենք։ Այս առավոտ մեզ հետ է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, հասկանանք, թե Հայաստանում աստղագիտությունն ինչպես ու դեպի ուր է շարժվում։ Բարի լույս։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ձեր թեման շարունակելով ասեմ, որ իրոք իրադարձություն է սպասվում շուտով, ամերիկյան Արտեմիս երկրորդը շուտով դեռ օրն էլ չեն լրիվ ճշգրիտ ասել, բայց մարտ ամսվա մեջ հավանաբար կթռնի դեպի Լուսին, այս անգամ չեն իջնելու Լուսնի մակերևույթի վրա, բայց պատմական իրադարձություն է, որտեղ 1972 թվականից այսքոմ Լուսին չեն թռել։ Մարդ է թռնելու Լուսին, դա 4 հոգի, այո 4 հոգի տիեզերանավով թռնելու են շրջան Լուսնի շուրջը եւ վերադառնան։ Դե էլի մեծ իրադարձություն է, որովհետեւ իսկապես ես երեխա էի, հիշում եմ, որ Ապոլոն ծրագիրը եղավ, բոլորը խոսում էին, հիմա Մարս կթռնեն շուտով մի քանի տարի հետո 70-ականների վերջերին եւ այլն, արդեն 50 քանի տարի անցել է, ընդհանրապես անընդհատ խոսում են, խոսելը շատ են խոսում էթեր, բայց տեսեք, որ վերջապես գնացին այդ քայլին, ընդհանրապես 12 հոգի է իջել Լուսնի վրա, Ապոլոն ծրագրերից 6-ը հաջող եղան եւ 2 հոգի իջան, այդպես ամբողջ պատմության մեջ 6 լուսնագնաց ունենք մարդ։ 6-ն էլ ամերիկացի։ 12-ն էլ 6 անգամ 12-ն է ամերիկացի։ Պարոն Միքայելյան, ինձ Իլոն Մասկի այդ բանն է հետաքրքիր, ինձ հետաքրքիր ձեր կարծիքը։ Չէ՞ որ նա անդադ Մարսի մասն էր խոսում եւ բոլորիս մոտ Իլոն Մասկը հենց Մարսի հետ էր ավելի շատ ասոցացվում, ինչու նա որոշեց, որ չէ, Մարսը մի հատ թողենք մի կողմ, Լուսնի վրա մի հատ քաղաքներ ստեղծենք։ Դուք արդեն ասացիք, որ իհարկե ֆինանսների հարցն է, ավելի էժան է Լուսինը։ Ընդհանրապես ամեն ինչն է այստեղ ֆինանսների հետ կապված, տիեզերական ծրագրերը շատ թանկ են։ Այդ բոլոր խոսակցությունները, որ եղել են, կարող էին իրականանալ, եթե շատ մեծ բյուջե տրամադրվեր։ Իրականում ինքնանպատակ չէ, մարդկության համար շատ խնդիրներ կան։ Ես ինչքան էլ տիեզերքի մարդ եմ, բայց պետք է ասեմ, որ միայն տիեզերքը չի։ Դրա համար առաջնահերթությունները նայում են բոլորն էլ, թեկուզ ամենահզոր երկիր աշխարհի Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այնպես չի որ ամբողջ պետական բյուջեն տրամադրեն տիեզերական ծրագրերին։ Բայց NASA-ն, գիտենք, շատ հզոր կազմակերպություն է, տարեկան 20 միլիարդ դոլար բյուջե ունի, համարյա Հայաստանի քառապատիկը տարեկան, շատ մեծ գումար է դա, եւ մեծ ծրագրեր իրականացնում են։ Այնպես որ Իլոն Մասկը մասնավոր անձ է եւ հայտնվեց հանկարծակի այս վերջին ժամանակներում, կարելի ասել արդեն մոտ 10-15 տարի կա թատերաբեմում եւ մի քիչ խառնեց խաղաքարտերը, որտեղ եթե նայում էինք պետությունների ծրագրերին, կարծես թե ամեն ինչ գնում էր դանդաղ հունով, Իլոն Մասկը միանգամից այս միջամտեց եւ ինքը կարծես թե մի քիչ փոխում է։ Այնուամենայնիվ ես կասեի բոլոր այդ շատ այսպես արագընթաց ծրագրերը, որոնք ճակերտների մեջ կվերցնեմ, այնքան էլ իրատեսական չեն։ Իրականում այդքան արագ տեղի չունենալու են ամեն ինչ որ անընդհատ հայտարարում են, որովհետև տիեզերական ծրագրերը շատ երկար նախապատրաստման կարիք ունեն։ Հայտնի է, որ ցանկացած լուրջ ծրագիր, որ իրականացվել է, տևել է 20-30 տարի նույնիսկ նախապատրաստական փուլը։ Միայն նրանց փաստաթղթերը, որ նայենք, ինչպես ասում են, դոկումենտացիան, այսպես հաստատ նախապատրաստելու համար մի քանի տարի է պահանջում, մինչև թիմ է ձևավորում, մինչև բյուջեն են հաստատում։ Այդպես արագ չի, որ մեկ ասի հենց հիմա վեր ընկնում թռնենք Լուսին։ Բայց իհարկե մարդկությունը գնում է այդ ուղղությամբ։ Փաստ է, որ աստիճանաբար տիեզերական դարաշրջանը ավելի ու ավելի ամրապնդվում է, եւ դա մեծ առավելություն է մարդու համար, որովհետեւ երկիր մոլորակը շատ փոքր է։ Ինչքան էլ մեր ամբողջ կյանքը երկրի հետ է կապված եղել, երկար հազարամյակներ եւ դար միևնույն է,
պետք է ասենք, որ դիեզերքը շատ ավելի մեծ է եւ շատ ավելի մեծ հնարավորություններ կան։ Եվ օրերից մի օր մենք պետք է մենք չէ։ Դեռ չգիտենք դա, բայց հնարավոր է այդպիսի ծրագիր կա, նույնիսկ մարդկության էվակուացիա, եթե օրինակ շատ խոշոր դիեզերական աղետ ակնկալվի, իսկ դա մենք անընդհատ ուսումնասիրում եւ նախապես իմանում ենք, ամենածայրահեղ դեպքը այն է, որ մարդկությունը էվակուացվի մեկ այլ մոլորակ։ Խոսեցինք գլոբալ ինչ է կատարվում աշխարհում եւ ապագա պլանների մասին խոսեցինք, այ Հայաստանը արդյոք քայլում է ժամանակին զուգահեռ աստղագիտության ոլորտում։ Այո։ Ես ես վերջերս մամուլի ասուլիսում հենց այդպիսի մի ցուցադրություն սլայդ էի դրել, որ Հայաստանի տեղը աշխարհում աստղագիտության մեջ։ Ուրեմն աշխարհում, եթե հետաքրքիր եք մի քանի բան կրկնեմ, մի քանի փաստ։ Աշխարհում ուրեմն կա 700 աստղադիտարան ընդամենը, որից մեկը մերն է, Բյուրականի աստղադիտարանը, բայց ընդամենը 73 պետություն ունի աստղադիտարան։ Արդեն այստեղ ինչ որ առավելություն է, 200 պետությունից միայն 73 ունեն։ 30,000 աստղագետ կա, պրոֆեսիոնալ, գումարած ֆիզիկոսներ, որոնք զբաղվում են աստղագիտական թեմաներով։ Մենք ունենք մոտ 60 աստղագետ Հայաստանում, բայց աշխարհում ի դեպ ունենք 257 հայազգի աստղագետ, որոնք որ աշխատում են տարբեր։ Աստղագիտությունը այո, շատ հետաքրքիր որ հայազգի արյան մեջ մտած է եւ տարբեր երկրներում ծնվում են, ընդունվում են համալսարաններ, ուսանողներ հայազգի եւ դառնում աստղագետներ, դրանք շատ լավ աստղագետներ։ Գիտեք որ ծննդյան օրեր էիք նշում, 3 հենց լրացավ մեր շատ մեծ աստղագետ Երևան Թերզյանի նաեւ ամյակը, մահացավ նա ափսոս, իհարկե շատ լավ մարդ էր եւ շատ հայրենասեր, շատ նվիրված Հայաստանի շատ է օգնել։ Օրինակ Անսև հիմնադրամը, որ գիտնականների շրջանում այդպես տարածված է եւ օգնում են, նա հիմնադրեց մի քանի այլ աջակիցների հետ միասին, մի խոսքով շատ հայրենանվեր մարդ էր։ Եվ էլի կան շատ հայտնի հայ աստղագետներ, օրինակ Վահե Պետրոսյանը Ստենֆորդի համալսարանում հենց հիմա էլ կենթանի է, թեկուզ տարիքով մեծ է։ Ուզում եմ ասել, որ Հայաստանը մի կողմ հայ ժողովուրդը, մյուս կողմ հայ ժողովուրդը պատմականորեն էլ շատ լուրջ աստղագիտական դեր է խաղացել, ժայռապատկերներ, օրացույցներ, մեր հին հնագույն աստղադիտարանները, ամենազգ չէ որ այդպիսի բան ունի։ Ել չեմ ասում Բյուրականի աստղադիտարանը։ Առ այսօր էլ մենք միջինից շատ ավելի բարձր ենք աստղագիտությամբ, բայց իհարկե պետք է օբյեկտիվորեն ասեմ, մենք հզոր պետությունների հետ մրցակցելու ընդհանրապես շանս չունենք։ Դա իրականություն է, դա չեն կարող շրջանցել, ինչպես կարող ենք շրջանցել մրցակցել նույնիսկ Միացյալ Նահանգների մասին, չեմ խոսում ասում Գերմանիայի կամ Ֆրանսիայի հետ։ Անհավանական է դա, որովհետև հատկացվող գումարները ոչ թե տասնյակ, ոչ թե հարյուրավոր, այլ 1000 անգամ են տարբեր։ 1000 անգամ ավելի քիչ հնարավորություն ունենալով մենք չենք կարող ոտքնել բանի Գերմանիայի կամ Ֆրանսիայի հետ։ Բայց հետաքրքիր է նույնիսկ եվրոպական որոշ պետություններ նույնիսկ ունենալով այդ հզոր հնարավորությունները զիջում են մեզ աստղագիտությամբ։ Ասենք ես չի ասի, որ Ավստրիան մեզնից ավելի առաջ է աստղագիտությամբ կամ նման բազմաթիվ երկրներ, Բելգիան օրինակ, կան շատ զարգացած, իսկ եվրոպացիները նույնպես դա հասկացել են, որ առանցին երկիրը կդժվարանա միայնակ զարգացնել լուրջ գիտություն եւ միավորվել են։ Եվրոպական միացյալ աստղադիտարան կա, որի դիտակները Չիլիում են եւ նրանք դրանից են օգտվում, թե չէ առանցին վերցած շատ պետություններ չունեն սեփական ասայությունը։ Հայաստանի շանսն էլ գուցե դա է, որ միավորվի կամ մտնի ինչ-որ խոշոր համագործակցության մեջ միջազգային, բայց այդ մտելու համար էլ որոշակի ներդրում է պետք, գումար է պետք, անդամավճար, կոնկրետ ասած, որը դեռ մենք չենք կարողանում տրամադրել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ աստղադիտարանները հնարավոր չի ամենուր կառուցել, պետք է կառուցել այն վայրերը, որ մաքսիմալ հարմար են նորից ֆինանսները խնայել, այսինքն դա կամ լեռներ են, կամ անապատ է եւ այլն եւ այլն։ Բյուրականը այդ ամենի, այսինքն բոլոր մնացած աշխատող աստղադիտարանների ֆոնին ինչքանով է այն դիրքում, որը որ մաքսիմալ հարմար է կամ մոտիկ է դրան, եւ ինչքանով ենք մենք հետաքրքիր հենց դրսից, այսպես ասած, ֆինանսական սպոնսորներին, որոնք որ կարող են ֆինանսավորել Բյուրականը, որ նա, օրինակ, գիտենք, որ Չիլիում շատ կա, հանդերում առհասարակ շատ կա, կամ Մեքսիկայում կան աստղադիտարան, որոնք որ ոչ թե մեքսիկական են, այլ ֆինանսավորում են այլ երկրներից։ Մենք ինչքանով ենք հետաքրքիր մեր վայրով, տեղով, գործիքներով եւ մասնագետներով։ Միանգամից ասեմ, էլի օբյեկտիվ պիտի ասեմ, մենք հիմա միջին դիրք ենք զբաղեցնում։ Մեր աստղադիտարանը ամենալավերից չի եւ ոչ էլ ամենավատերից, մոտավորապես միջին։
Ժամանակին շատ ավելի լավն էր այդ վայրը, երբ որ Համբարձումյանը ընտրեց, Երևանը շատ փոքր քաղաք էր։ Բոլորը երևի գիտեն, Երևանը նախկինում 30,000 բնակչությամբ քաղաք էր եւ այդքան լուսավորություն չկար, իսկ լուսային աղտոտվածությունը շատ զգալի է։ Բացի եղանակից, եղանակն էլ է շատ փոխվել իդեպ, բազմաթիվ գործարաններ են կառուցվել եւ այլն եւ նաեւ աղտոտվածություն կա մթնոլորտի, որը խանգարում է։ Շատ բարձր ինչու չի կառուցվել, ինձ անընդհատ է հարցն տալ, ինչու չեն տալ Արագածի գագաթին։ Ֆինանսները սահմանափակ էին 46 թվին, երբ որ հիմնադրվել է, իդեպ մենք այս տարի նշում ենք 80-ամյակը, 46 թվին անմիջապես պատերազմից հետո երկրի տնտեսությունը քայքայված, բնական է դժվար էր ակնկալել, որ շատ անսահմանափակ Համբարձումյանի նույնիսկ այն Համբարձումյանի, որ շատ մեծ հեղինակություն էր, ընդհանրապես Համբարձումյանը որ չէր կառուցվի աստղադիտարան, այն էլ 46 թվին, այնպես որ միջանկյալ այդպես լուծում են գտել Երևանից հեռու Արագածի լանջին, բայց ոչ իհարկե շատ բարձր, ոչ ճանապարհ կար, ոչ գազ կար, ոչ էլեկտրականություն կար, ոչ ջրագիծ կար, այդ ամեն ինչը կառուցվել է։ Դրա համար շատ դժվար էր ավելի հեռու տանել եւ վերջապես ընտրվել է բյուրական գյուղը, որ ահագին այդպես համագործակցություն է եղել գյուղի հետ, աստղագետների, այնտեղ իրենց տներում են ապրել են սկզբից, դեռ չէր կառուցված ոչ մի բան նոր, երբ որ սկսել են կառուցել, համարյա 10 տարի հետո էր շինարարությունը, այնպես որ դա օպտիմալ լուծում էր։ Բայց իհարկե պետք է ընդունենք, որ աշխարհում հիմա շատ ավելի լավ վայրեր կան, հատկապես լավագույններն են, մեկը ձեր նշած Անդերը, Անդերի հյուսիսում խոշորագույն դիտակներ են դրված, մյուսը կանարյան կղզիները եւ Հավայան կղզիները Ամերիկայի։ Եվ ճիշտ է նույնպես, որ բոլոր տեղերում էլ համագործակցությամբ են աշխատում, միջազգային աստղադիտարներ են դրանք։ Քանի որ թեման շատ ծավալուն է, առաջարկում եմ միասին դիտենք գովազդ, այնուհետև կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ գովազդ շանթի եթեր։ Վերադարձանք գովազդից եւ հիշեցնեմ, որ մեր հյուրն է Երևանի բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Աստված տա, որ Երևանում էլ աստղադիտարան ունենան։ Երևանում աստղադիտարան կա պոլիտեխնիկի դիմաց, չէ, ունենք հայտնի պլանետարիումը, բայց Երևանում անիմաստ է աստղադիտարան բացել, չէ, պարոն Միքայելյան, որովհետև դուք ասացիք, որ այդ լուսավորությունը եւ այլն։ Հիմա այդքան պլյուսեր ունենք փաստորեն, լավ, միջին չափի պլյուսեր։ Ով պետք է զբաղվի դրանով, պետությունն է զբաղվում այդ կապերը հաստատելով, գիտական հասարակությունը, թե նրանք են հետաքրքրում, ինչպես է դա արվում առհասարակ։ Մենք ունենք շատ լավ համագործակցություններ, ես կարծում եմ, այստեղ երկուսն էլ պետք է աշխատեն։ Մենք ունենք լավ կապեր, արտասահման գիտնականները շատ հաճախ գալիս են մեր մոտ, մենք գնում ենք բազմաթիվ գործուղումների, ընդ որում հրավիրված, ոչ թե մեր երկրի հաշվին ի տարբերություն շատերի, մենք հենց հրավիրում ենք դրսից եւ ֆինանսավորվում, որտեղ հետաքրված են մեր հետ համագործակցելու մեջ։ Բայց կարծում եմ մեր սեփական աստղադիտարանի ենթակառուցվածքները դրսի միջոցներով դժվար թե ֆինանսավորեն։ Դա պետության հոգսը պետք է լինի։ Ես նաեւ հասկանում եմ, որ օբյեկտիվ իրականություն է, որ խորհրդային միության ժամանակ շատ խոշոր է կառուցվել աստղադիտարանը։ Եվ այսօր փոքր Հայաստանի համար գուցե չափից դուրս դա ջանք ու բյուջեկը պահանջի ամբողջը միանշանակ այսպես լավ վիճակում պահելը, ինչպես եւ մյուս գիտական հիմնարկները։ Այդ առումով կարելի ասել, եթե sense գնահատական տամ միջինացված, մեր գիտությունը մոտ 1/100 չափով է աշխատում։ Այն ինչ որ կա, բոլոր գիտական հիմնարկները, թե շենքերի առումով, թե ենթակառուցվածքների, թե գիտական սարքավորումների, թե նույնիսկ գիտնականների քանակը կրճատվել է շատ խորհրդային միությունից հետո, բայց նույնիսկ այդ 1/100-ն էլ Հայաստանը դեռ շարունակում է պահել որպես գիտական երկիր։ Ամեն մի պետություն չի, ավելին ասեմ, Հայաստանի նման փոքր պետություն երևի աշխարհում չեք գտնի, որ գիտության այդպիսի մակարդակ ունի, առավել ևս աստղագիտության։ Շատ քիչ երկրներ կան, որ խոշոր երկրների մենաշնորհն է դարավ գիտությունը, որովհետև շատ թանկ հաճույք է։ Թանկ սարքավորումներ են պահանջում, շատ խոշոր ներդրումներ է պահանջում, այնպես որ մենք ամեն դեպքում պետք է վստահ եւ գոհ լինենք այս իրավիճակից, որ Հայաստանն այսպիսի գիտություն ունի։ Իսկ ինչ դիրք ունենք մենք տարածաշրջանի մեր հարևան պետությունների կողքին եւ արդյոք նրանք վերջին տարիներին, երբ սկսել են ավելի շատ ներդրումներ անել աստղագիտության մեջ, դա մեզ խանգարում է։ Մենք նախ միանշանակ ասեմ առաջատար ենք եւ դա պաշտոնական ճանաչված կարգավիճակ է։ Դա միակ կարգավիճակն է, որ Հայաստանը ունի տարածաշրջանային կենտրոնի
աստղագիտության մեջ, բոլոր ոլորտներում միակն է աստղագիտության մեջ ունի։ Դա միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված այդպիսի բան կա 11 այդպիսի տարածաշրջանային կենտրոն կա աշխարհում, որից մեկը Հայաստանն է։ Մեր տարածաշրջանը հետաքրքիր նոր աշխարհաքաղաքական անուն է հայտնվել, կոչվում է Հարավ-Արևմտյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան։ Այսինքն սկսած Եվրոպայի սահմաններից մինչև Կենտրոնական Ասիա ներառյալ այդ ամբողջը ներառյալ կենտրոն։ Այո, ներառյալ Ղազախստան, Տաջիկստան մտնում են։ Թուրքիան էլ է մտնում մեր տարածաշրջանի մեջ եւ Թուրքիան էլ է պաշտոնական նամակով միացել եւ հաստատել, որ Հայաստանն է կենտրոնը։ Այդ առումով մենք պահում ենք դերևս առաջատար դիրքերը, դերևս բառապատական չասի, որ ձեր հարցի մեջ էլ արդեն կար, որ հարևան երկրներում հետաքրքիր է, որ շատ լուրջ հիմա սկսել են ներդրումներ անել աստղագիտության մեջ։ Չգիտեմ ինչ պատահեց, բայց պարզվեց ուրեմն Վրաստանում կառավարությունը $10 միլիոն է հատկացրել աստղայտանի վերակառուցման համար, վերանորոգման, իսկ $10 միլիոն մեր 15 տարվա պետական բյուջեն է, իրականի աստղայտանի, պատկերացնում եք ինչ բան է, առաջընթաց կարող է նրանք ունենալ առաջիկա տարիներին։ Ալիևը Ադրբեջանում հատուկ հոգացության տակ է վերցրել իրենց Շեմախիի աստղայտանը, որոնք իդեպ առանձնապես լուրջ արդյունքներ չունեն գիտության մեջ, բայց ներդրումները ամեն ինչ կարող են անել։ Իրանում կառուցել են 3 ու 6 մետրանոց դիտակ, ավելի խոշոր քան մերը, Թուրքիայում էլ տեղադրել են 4 մետրանոց դիտակ։ Մեր աստղայտակը այս տարածաշրջանում խոշորագույններ, հիմա արդեն խոշորագույնը չէ։ Բայց դեռևս նրանք իհարկե այսպես նախապատրաստական փուլում են, դեռ արդյունքներ չունեն, եւ նույնիսկ մեր հետ են խորհրդակցում, որտեղ մենք ունենք այդ փորձը դիտողական աստղագիտության եւ ինձ հրավիրել են, որ ես գնամ տեսնեմ ինչպես է համատեղ ծրագրեր անենք։ Այս առումով մենք իհարկե հետ չենք մնա, հակառակը նրանց էլ կներգրավենք ճկուն քաղաքականություն վարելու դեպքում նույնիսկ կարելի է այդ առաջատար դիրքերը պահպանել, նույնիսկ իրենց ներդրումների հետ մեկտեղ, այսինքն ինչ որտեղ նաև ծառայեցնել մեզ, որտեղ իրենք հասկանում են, որ մեր մոտ այդ դպրոցը կա, լավ աստղագետներ կան, դիտողական աստղագիտության մեջ իհարկե Հայաստանը միանշանակ լավագույնն է եղել այս ամբողջ տարածաշրջանում։ Իրանում, Թուրքիայում շատ կան տեսաբան, ֆիզիկոսներ, աստղագետներ շատ լավ, բայց դիտողականը չի եղել։ Ավելին ասեմ, Ասիայում ամբողջ եթե վերցնենք, օրինակ մեր աստղադիտակը աշխարհում 48-րդն է իր չափերով, բայց ուրեմն Ասիայում, նույնիսկ Եվրոպան, Աֆրիկան միասին վերցրած, տասնյակի մեջ ենք։ Հետաքրքիր է, որ բոլոր խոշոր աստղադիտակները ամերիկյան կեսում են, այն արևմտյան կիսագնդում են, թե հարավային, այսինքն Չիլիում, թե հյուսիսային, Հավայան կղզիներն են հիմնականում, ամերիկյան մայրցամաքային տարածքում էլ կա։ Այդպես է ստացվել, այնպես որ այս տարածաշրջանում դեռևս շատ անելիք կա, իսկ աշխարհագրական գոտիները կարևոր են դիտումների համար, որտեղ օրինակ եթե մեր մոտ գիշերը Ամերիկայում ցերեկ, այնտեղ չեն կարող այդ բանը դիտել, իսկ կարող այդ բանին, ասենք, գերնոր աստղ է բռնկվում։ Անընդհատ դիտումները պետք են, որտեղ ժամանակային, այդպես անգլերեն ասում են time domain astronomy, այսինքն ժամանակային աստղագիտություն կարծես։ Ժամանակի մեջ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում։ Իդեպ սա էլ ասեմ, որ փոփոխական կամ անկայուն տիեզերքը համբարձում են հայտնաբերել։ Ամբողջ աշխարհի աստղագետները երկար դարեր եւ մինչեւ 20-րդ դարի սկզբները կեսերը համարակարծում էին, որ տիեզերքը շատ վաղուց առաջացել է, վիճարկում էին այդտեղ քանի միլիարդ տարի կամ տասնյակ միլիարդ տարի, եւ այո, մեծ մասամբ անփոփոխ հիմա շարունակվում է, ոչ մի բան տեղի չի ունենում։ Եվ պատահական չէ, որ մարդկությունը տիեզերքի հետ ասոցացնում է հավիտենականություն բառը, հավերժություն բառը, որ կարծես թե այդպես ամեն ինչը նույնությամբ։ Համբարձումն առաջինն էր, որ տիեզերքին շունչ տվեց։ Ես այդ բառերը միշտ ասում, տիեզերքի ցույց տվեց, որ տիեզերքում բուրն գործընթացներ, այո, աստղեր են ծնվում, գալակտիկաների մեջ ակտիվ պրոցեսներ են տեղի ունենում, եւ դա իսկապես մեծ հեղափոխական ներդրում էր, շատերը համարձակորեն անվանում էին 20-րդ դարի Կոպեռնիկոս։ Պարոն Միքայելյան, սարքավորումները, որոնք որ այսօր կան բյուրականում, ինչքանով են նրանք ակտուալ, պետք է ինչ-որ բաներ անել, որ նրանք էլ ավելի լավ լինեն, թե նրանք դեռ տասնյակ տարիներ կարող են ծառայել, եւ երկրորդ հարցը, որը որ բխում է նաեւ առաջինից, ապագա ունենք, այսինքն մասնագետներ կան, պատրաստվում են, հետաքրքրություն կա, համալսարանում ունենք ֆակուլտետ եւ այդ սարքավորումների մասին սկզբից, այո, իրականում շատ կարևոր է լավ սարք ունենալ դիտակի հետ համատեղ աշխատող։ Կարող է աստղադիտակը շատ լավ լինել, բայց եթե սարք չլինի, առավելևս հիմա թվային սարքավորումներ են եւ դրանք շատ թանկ են նույնպես,
Սարքավորումներ կան, որ $1 միլիոն արժեն եւ պետք է ունենանք դրանցից, մենք չունենք, ցավոք, սարքավորումներով լավ հետ ենք մնացել եւ միջակ, այսպես հնարավորություններ ունենք միանգամից գնահատական տամ, փորձում եմ ամեն ինչ օբյեկտիվ ասել, որտեղ մենք եւ լավը կա եւ վատը կա, պետք է երկուսն էլ ասել։ Տարբեր ծրագրերով, համագործակցություններով ենք բերել վերջին բոլոր սարքավորումները։ Խորհրդային միությունից հետո լուրջ ներդրում չի եղել սարքավորման առումով։ Մենք դիմել ենք մի քանի անգամ, հիմա գիտության կոմիտեն ունի ծրագրեր, բայց չենք կարողացել ստանալ նոր սարքավորումներ։ Կադրերի առումով կան երիտասարդներ, ելի երևի միջանկյալ պատասխան դիտան, որովհետև տեսեք, շատ հիմնարկներ հազիվ 3-4 երիտասարդ գիտնականներ ունեն, մեր մոտ 19 հոգի կա։ Բյուրականի աստղայտանում կարծես թե ավելի լավ է իրավիճակը, բայց ելի դեռ այն խզումը տարիքային դեռ իր դերը խաղում է։ Հետաքրքիր է, որ ես լինելով 63 տարեկան ավակ սերնդի ամենաերիտասարդն եմ։ Ուրեմն ավակ սերնդը մեծ մասամբ իզնից բոլորը մեծ են, 70-75 եւ այլն, եւ միջանկյալ համարյա միջին տարիքի ոչ ոք չկա, եւ մեկ էլ 40 եւ ավելի ցածր կան։ Մինչեւ 40-ները դեռ մի քիչ դեռ ժամանակ է պետք փորձ ձեռք բերեն, ամրանան եւ այլն, մենք պետք է արագ հասցնենք հաղորդել նրանց մեր փորձը, որովհետեւ մենք էլ եթե հեռանանք կամ ծերանանք եւ արդեն դառնանք ոչ այնքան ակտիվ, այդ կարող է լրիվ խարխրվել ամեն ինչ։ Դրա համար շատ քրիտիկական բայ։ Իմիջիատ միայն մեր մոտ չէ։ Ամբողջ Հայաստանի գիտության մեջ այդ վիճակագրությունը նույնն է։ Միջին տարիքի գիտնական համարյա չկա։ Համալսարանում ֆակուլտետ ունենք միջև, որը որ պատրաստում ֆիզիկային է, ֆիզիկայի ինստիտուտ է հիմա կոչվում։ Այո, այնտեղ կա աստրոֆիզիկայի, ընդհանուր ֆիզիկայի եւ աստրոֆիզիկայի ամբիոն, որից բոլոր մեր համարյա աշխատողները այնտեղ են ավարտել։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, դե ինչ, հուսանք, որ այդ միլիոնները կգան եւ այդ սարքավորումները կգան, հուսանք, որ մասնագետները կգան եւ ել ավելի շատ կլինեն եւ հուսանք, որ այս կյանքը, որը որ սկսել է մեր լեգենդար Վիկտոր Համբարձումյանը, երբեք չի հանգչի մեր Արագած լեռան լանջերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք անցնենք առաջ եւ միասին դիտենք տեսահոլովակ ու լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։ Այո, մնացեք մեզ հետ, երաժշտություն Շանթի եթերում։